Պարոն Սաղաթելյան, դուք ինչ ակնկալիքներ ունեք գլխավոր դատախազությունից եւ անձամբ դատախազան Վարդապետյանին, հաշվի առնելով, որ վերջերս ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկրտուքին ներկա էր նաեւ նա եւ այդ գործողությունը որևէ ընթացք, որևէ, այսպես ասած, բնորոշում նրա կողմից չստացավ։ Գիտեք, ընդհանրապես հույս դնել իրենց հոգին եւ խիղճը Նիկոլին հանձնած դատախազների, քննիչների, դատավորների վրա մենք այդ հույսերը շատ չունենք, որովհետև իրենք ապացուցել են, որ այսօրվա դատաիրավական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք, երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու, բռնաճնշումներ գործադրելու, կեղծ շինծու մեղադրանքներով մարդկանց կալանքի տանելու համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր ձայնը պետքա չբարձրաձայնենք։ Այո, մենք այն կարծիքին ենք, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ամեն անգամ մարսել իր հերթական ձերբակալությունը, բռնաճնշումը, ինքը կանգ չի առնելու եւ շարունակելու։ Հետեւաբար այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով։ Երկրում կան 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, ազգային բարերար, սրբազան հայրեր, Արցախի ու Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ, բլոգերներ, լրագրողներ, զինվորականներ, պարզ շարքային քաղաքացիներ, ովքեր այսօր գտնում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար եւ հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականությունը համարժեք է դրսևորվում կամ այս պայն համարժեք չի եւ ես կարծում եմ պետք է հասնենք նրան, որ լինի համարժեք։ Ինչպես պիտի հասնեք ժողովրդի կամքով, շարունակական գործողություններով, նախ ասեմ, որ սա մեկ անգամյա ակցիա չի լինելու, սրան հաջորդելու է հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը ազգային ժողովում տեղի ունենալու Հայաստան խմբակցությունը հրավիրել, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության տեքստին միացել համատեղ տեղի կունենա լսումներ քաղբանտարկյալներ թեմայով, դե պարզ է ՔՊ-ի վերաբերմունքը, ՔՊ-ն դեմա, չէ, մենք կարող ենք նաև լիագումար տեղափոխել նիստը, բայց մեր համար այդ նիստը ծառայելու է, հրավիրելու ենք պաշտպաններ, հրավիրելու ենք նաև միջազգային կազմակերպություններ, այսօր հրավիրելու ենք իմիջիալոց նաև դատախազին։ Թող գա ազգային ժողովի լսումներին, այն որ գնացել էին մարտի 1-ին բեմադրում, թող չորեքշաբթի օրը գա ազգային ժողովի նիստին, որտեղ փաստաբանները, հասարակական, քաղաքական, հանրային գործիչները կխոսեն բոլոր են ապօրինությունների մասին, ինչ որ անում այսօրվա դատախազը։ Հավատում եք, որ Վարդապետյանը չի գա, մեր խնդիրն է հրավիրել, փաստերը ներկայացնել, եթե կգան, ուրախ կլինենք։ Չեն գա, կարձանագրենք, որ հերթական անգամ խուսափեց։ Գիտեք, մեր գործողությունները պայմանավորված չի իրանք ինչ կանեն, դեմ կքվեարկեն, չեն գա, կբոյկոտեն։ Մենք պետք է քաղբանտարկյալների պաշտպանության օրակարգը դարձնենք առաջնային եւ այս ուղղությամբ պայքարենք հետեւողական։ Կոնկրետ ինչ պահանջներով է Հույդան այստեղ պարոն Սաղաթելյան, կոնկրետ ինչ պահանջներով։ Ազատություն քաղբանտարկյալներին դեմ ենք այն բռնապետությանը, որ գոյություն ունի եւ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները խոսքի ազատության եւ ժողովրդավարության թշնամիներ։ Մարտի 1-ի լսումները ինչպես է գնահատում, որ երիտասարդներ մարտի 1-ի լսումներին ներկայացել են եւ հերթական շոուներ, բոլորի նկարները կա, մի քիչ որ նայեք կլինի, լավ հիմա ասում եմ կա, ես անձամբ բոլոր տպագրվող նկարները նայել եմ ու կա ու բոլորին է կա ու մեր համար ընդհանրապես տարբերություն չենք դնում որևէ մեկին անկախ քաղաքական որ ճամբարում է գտնվում։ Եթե այս իշխանությունների կողմից մարդ հալածվում է, մենք իր կողքին ենք, իր իրավունքները պետք է պաշտպանենք, ընդհանրապես մենք տարբերություն չենք դնում։ Սաղաթելյան, իշխանությունը հակադարձում է ընդդիմությանը, ասում է Հայաստանում Փայլակ, հեսա որ եղավ անձամբ քեզ ցույց եմ տալու, ու մի հատ չի լինելու, մի քանի հատ է լինելու։ Ասում են Հայաստանում քաղբանտարկյալ չկա, բերում են Վարդան Ղուկասյանի օրինակը, Գյումրիի համայնքապետ, ասում են, եթե մարդը կաշառք է վերցրել, մենք ինչ անենք, թողնենք ազատության մեջ այդ մարդը։ Նայեք, ուրեմն մեր երկրում մի հատ բան ավանդույթած ձևավորվել։ Դուք տեսել եք բոլոր քրեական գործերի հիմքում կամ մեծ մասում ԿՊ-ի լրատվամիջոց Civic-ը ինչ որ մի հատ ձայնագրություն է հրապարակում, որից հետո քննչականը սկսում է քրեական վարույթ ու անմիջապես այդ մարդկանց կալանավորում են։ Այս վերջի շրջանում նոր զարգացումներ կան։ Հայկական ժամանակն էլ արդեն հրապարակում է դատարանի վճիռը։
Դատավորները այլևս անելիք չունեն, պետք է հետևեն հայկական ժամանակի ու սիվիկի էջերին, տեսնեն ինչ են ասում, էլ Նիկոլ Փաշինյանը լայախ չի անում SMS գրի դատավորներին։ Արդեն հայկական ժամանակը մի անգամից դատական որոշումները հրապարակում է։ Ակնհայտ Գյումրիում ձերբակալել են 30-ից ավել մարդ, բացառապես նրա համար, այսինքն որ տեր են կանգնել իրենց քվեարկությանը, իրենց ձայնին։ Ու այս իշխանությունը, որ հաճախ խոսում է ժողովրդավարությունից, ցանկացած ընտրություն կլինի դա Բրյուսովի ռեկտոր համալսարանի, թե համայնքի ղեկավար, եթե իր քիմքին հաճելի չի, ինքը անմիջապես այլ որոշում է կայացնում, այդ մարդիկ նվազագույնը պետք է բանտարկվեն։ Այս է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը։ Հակազդեցությունը ընդունում էր, որ այս բանի համարժեք չի, Մերոնք են չեն կրակում հանգստեղը։ Ճանապարհային այլ ինչ քարտեզ կա, զուգահեռաբար ընթանում է Բաղդասարյան Խազանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Դուք իմպիչմենտի գործընթացը այդպես էլ չենք հասկանում, ուր է գնում, ուր հազավեց ստորագրությունները ուր են։ Խմբակցությունները մեկը մյուսի վրա գցելով, սպասելով, այդ հակազդեցությունը էս կերպ է պատկերացնում։ Իմպիչմենտի համար նոր բան չունեմ ասելու, ինչ ասելու ենք, վաղուց ասել ենք, իսկ հակազդեցությունը ինչպես ենք պատկերացնում։ Մենք կարծում ենք, որ առնվազն մի շարք հարցերի շուրջ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է լիարժեք համագործակցի։ Դրանք հետևյալ կետեր։ Քաղբանտարկյալների պաշտպանություն եւ այս իշխանությունների կողմից բռնաճնշումների դիմադրելու համարժեք մեխանիզմներ ստեղծել։ Երկրորդը եկեղեցու պաշտպանություն։ Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր դաշտը միմյանց չպետք է թիրախավորի եւ գլխավոր թիրախը պետք է դառնա այս հակահայ իշխանությունը։ Եթե գնանք ընտրությունների հասնենք այդ փուլին նախընտրական, հետընտրական շրջանում, սրանց կեղծիքները բացառելու ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ, այսինքն կան մի շարք օրակարգային անհրաժեշտ կետեր, որոնց շուրջ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է համագործակցի, հակառակ պարագայում չկա մեկ ուժ, որ մենակով կարող է այս ռեպրեսիաներին, այս այլանդակություններին դեմը առնել։ Այս ուղղությամբ արդից օգտվելով ասեմ, որ մենք այդ նախաձեռնությամբ հանդես են գալու, առաջիկա օրերին կլինի պաշտոնական հայտարարություն եւ քաղաքական ուժերի հետ սկսենք խորհրդակցությունները, նախնական բոլոր այն ուժերի հետ որ խոսել ենք, շատ դրական վերաբերմունք կա եւ սա լինելու է առաջիկայում մեր առաջնային օրակարգից մեկը։ Վաղարշապատի նոր ընտրություն ներողություն, դիմադրության շարժման ժամանակ ինչ պայմանավորվածություն եք ունեցել ընդդիմադիր խմբակցություններով, որ չեք պահել։ Ինչ-որ մեկը պես բանա ձեզ ասա։ Ինձ չէ, Աննա Մկրտչյանը իրականում է մի եթերում է հայտարարել, որ պայմանավորվածություն եք ունեցել օրակարգի վերաբերյալ մասնավորապես։ Ես չգիտեմ ինչ է ասը իմ գործընկեր Աննա Մկրտչյանը, բայց ես Աննա Մկրտչյանի հետ երբևէ որևէ հարց չեմ քննարկել։ Այդ քննարկումներին իսկ ում հետ որ քննարկել եմ, առնվազն բոլոր պայմանավորվածությունները պահվել են բարձր մակարդակով եւ ոչ թե դիմադրության ժամանակ, այլ վերջին 7 տարվա մեջ քաղաքական դաշտին բոլոր գործընկերները գիտեն, որ դաշնակցության ներկայացուցիչը եթե մեկի հետ մի բան պայմանավորվում է, դա այլևս քննարկման կամ կասկածի տակ չի դրվում։ Վաղարշապատի ընտրությունները որպես նոր ձեռնարկությունների համար քարտ բլանշ Փաշինյանի մեկնաբանությունը ինչպես է գնահատում։ Փաշինյանը չի համակերպում ժողովրդի որևէ ընտրության հետ։ Փաշինյանի նորից եմ ասում բռնություններին հակազդելու միակ ճանապարհը ժողովրդի հավաքական կամքն է։ Քանի կարա բռնի եւ մարսի, ինքը բռնելու է եւ իր իշխանությունը պահելու միակ հնարավորությունը դա է։ Եկեք այսքանով սահմանափակենք, սկսենք։ Ես եմ շնորհակալ։